Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մայր Աթոռի կողմից կարգալույս հռչակված Արամայիս Թախմազյանը նախկին Տեր Թադե քահանան շարունակում է ներքին բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել եւ եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել, թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու պատարագ մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը առայժմ չեն կարող ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՆՍՕՏՏ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանրապետական տոնօրինությամբ կարգալույց է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Հրապարակ թերթը գրում է. Եկեղեցու եւ վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել 10 եպիսկոպոսներից բացի, այլ հոգևորական չի միացել վեհափառի հրաժարականի պահանջին, թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։ Իսկ ցանկում ընդգրկված չստորագրած 3 եպիսկոպոսներն են Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի Նարեկ Ավաքյանը։ Սակայն մեր տեղեկություններով Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին, թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է։ Փաստորաթերթը գրում է. Կարելի է հեգնանքով արձագանքել Փաշինյանի առաջարկին եկեղեցական արարողությունից առաջ կատարել պետական օրհներգը եւ եկեղեցիներում տեղադրել դրոշը։ Հայաստանի բնակիչներից շատերը այդ գաղափարը ընդունում են ժպիտով։ Ինչու է նրան պետք դրոշն ու օրհներգը եկեղեցում։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է եկեղեցու պետական վերահսկողությանը, բայց կա նաեւ մեկ այլ կողմ, որքան ավելի պաշտոնական եւ հին ավանդույթներից հեռու դառնա եկեղեցին, այնքան քիչ այն կգրավի մարդկանց։ Այն եկեղեցին, որտեղ գերակշռում են պաշտոնական արարողությունները, որտեղ ուժային կառույցների ներկայությունը գերազանցում է հավատացյալներին, այլևս չի կարող լինել հայերի հոգևոր կարիքների բավարարման եւ ազգային ինքնության կենտրոն։ Այդպիսով հայ ժողովուրդը կարող է կորցնել իր իսկական եկեղեցին, իսկ ժողովուրդն առանց նրա դառնում է ավելի խոցելի։ Սակայն կան բոլոր հիմքերը հուսալու, որ Փաշինյանի մեր ժողովրդի պասիվ եւ անտարբեր համարելու կարծիքը սխալ է։ Հասարակության դժգոհությունը աճում է եւ դրա անտեսումը կարող է բերել քաղաքական հետևանքների։ Շուտով նա եւ իր թիմը կարող են դառնալ հերթական նախկին ղեկավարները, իսկ հայ առաքելական եկեղեցին կմնա այնպիսին, ինչպիսին ստեղծել են առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը։ Ժողովուրդ թերթը գրում է. Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաև ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը, վճարելով 524 միլիոն դրամ հարկ։ Իսկ ահա նախորդած 4 տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են 2020 թվականին 378 միլիոն դրամ, 2021 թվականին 403 միլիոն դրամ, 2022 թվականին 450 միլիոն դրամ, 2023 թվականին 435 միլիոն դրամ։ Հրապարակ թերթը գրում է. Պարզվում է իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլև մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը ի դեպ կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։ Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին Բերգամո ռեստորանում։ Յուրաքանչյուրը 25 000 դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։